Ջազը մարդուն տալիս է ազատամտություն, բայց որոշակի ծրագրավորված զգացումների, հաշվարկների, տեսլականների պայմաններով։ Իր ֆենոմենը հենց կառուցված է նրա վրա, որ ինքը սիստեմայնության եւ բացարձակ ոգևորության արդյունք է։ Իմպրովիզացիան անվանում են հանկարծաբանել։ Ինքը տարօրինակ բառ է, շատ քիչ օգտագործվող, բայց ես սիրում եմ այդ բառը, որովհետև ըստ իս լիարժեք ամփոփում է իմպրովիզացիա բառի իմաստը։ Երբ խոսում ենք հայկական ջազ ասվածի մասին, միանգամից մեր միտքն է գալիս Հայաստանի պետական ջազ նվագախումբը, որովհետև դա պարզապես ջազային նվագախումբ չի, հերթական, այլ կարելի ասել հայկական ջազի խորհրդանիշներից առաջինն է։ Արդեն 85 տարի ենք մենք նշում, եւ այդ տարիների ընթացքում կարելի է ասել դադար այս նվագախմբի կյանքում չի ունեցել։ Դա գրեթե անհնար մի բան էր թվում։ Наш оркестр создали в 1938 году. Причем по воспоминаниям Артемия Айвазяна, первого руководителя, создателя этого оркестра, его позвали в правительство и сказали, что нужно создать какой-нибудь веселый оркестр, который будет играть веселую, жизнерадостную музыку. Այդ տարիների մեր պետական մթնոլորտի մեջ հատուկ մտայնություններ կապված ոճական առանձնահատկությունների հետ, որ մեզ անպայման է ջազային երաժշտությունը պետք է, մենք պետք է, այդպիսի խնդիր չի եղել։ Ինքը բնական ցանկություն է եղել ազատագրվել, այսպես ասած, միանալ նոր կրքերի հետ երաժշտության։ В то время в Ереване существовало большое количество так называемых садовых парковых оркестров. Вот он из этих музыкантов собрал лучших, а за основу взял оркестр кинотеатра «Москва», которым руководил Цолак Вартазарян, трубач, композитор, и на его основе создал этот свой коллектив. Եվ էստրադա էր, եւ ջազ էր, եւ թատերական ներկայացումներ էին այդ ընթացքում տեղի ունենում, ֆելետոններ, իդեպ նույն Այվազյանը գրական ձիրք ուներ, գրում էր որոշակի փոքրիկ թատերական ներկայացումներ, կային պարողներ, կարելի ասել էքսցենտրիկ թատերականացված մի նվագախումբ էր։ Նվագախումբը ծնվել է ինձ հետ միասին, կարելի ասել։ Այդ ժանրը, որ այնքան էլ մեր երաժշտության հետ կապ չունի, մաքուր զուլալ հայկական երաժշտության այլ մի ձև էր առաջարկում։ Իր մեջ բոլորովին չկար այդ մարդկանց գրավելու արտակարգ հետաքրությամբ, ռիթմով կամ ինչ-որ բանով, նա հայ երաժշտության մի այլ էջը բացեց։ Առաջի օրերից ի շնորհիվ Արտեմի Այվազյանի տեսլականի եւ վերաբերմունքի աչքի ընկել նվագախումբը իր յուրօրինակ ուրեմն նախ նվագացանկով եւ հնչողությամբ, այսինքն հենց սկզբից շեշտադրված է եղել ազգային նվագախումբ լինելու ուրեմն կարեւորությունը եւ այդ գիծը հենց ժառանգաբար մենք փորձում ենք տանել առ այսօր։
Кстати говоря, интересная деталь, что в 1946 году, после известного очень постановления о засилии западной культуры в СССР, да, так называемое постановление Жданова, началась эпоха разгибания саксофонов, как это называл Леонид Утесов. Так вот, тогда все оркестры, эстрадные, джазовые, которые существовали в СССР, их разогнали, они были распущены. Причем очень известные Эдди Рознер, Ванштейн. Во всем Советском Союзе осталось два оркестра. Оркестр Լեոնիդ Ուտյոսова и оркестр Արտյոմ Այվազյան արմյանский։ Մի այսպիսի արդեն կարծես թե կատակի պես մի բան է դարձել, երբ հիշում ենք Արտեմի Այվազյանի խոսքերը այդ առումով, նա եկավ նվագախումբի մոտ, խոսեց երաժիշտների հետ եւ ասեց, որ ոչ մի խնդիր, մենք ջազ բառը կփոխարինենք էստրադայինով եւ կշարունակենք մեր գործունեությունը։ Անգամ մտքից է գալիս մի շատ հետաքրքիր հոդված, կարծես թե 51 թե 2 թվականին տպագրված, որտեղ նշվում է, որ սա էստրադային նվագախումբ չէ, սա ջազ է եւ ինչպես կարող է սարերից այն կողմ հնչի ջազ, երբ ողջ Խորհրդային Միությունում փաստորեն չկար ջազ, արգելված էր անգամ բառը։ Սա այս առումով իրոք ֆենոմենալ է։ Երբ Կոնստանտին Օրբելյանը եկավ ասպարեզ, մեծ ռեֆորմ արեց եւ մոտեցրեց իրական ամերիկյան ջազ բենդի ձևաչափին։ Արդեն թե երաժշտական նվագախմբի կազմը փոխվեց, թե եռահարկ ձևաչափով էին նստում, ինչպես նաեւ գործիքակազմը փոփոխության ենթարկվեց։ Օրբելյանին հաջողվել է ստանալ մի իրավիճակ, երբ անընդհատ բացահայտվել են նոր մենակատարներ կամ նոր երաժիշտներ, որոնք հետո դառել են առանձին երաժշտական ջազային ժառանգության հերոսներ, անհատներ բացառիկ։ Именно в этом оркестре появились будущие звезды армянского джаза и советского джаза. Татавик Оганесян, признанная звезда вокального джаза в Советском Союзе, наверное, до сих пор она может считаться лучшей, да, потому что переплюнуть ее, извините, никому не удалось, хотя есть Лариса Долина, народная артистка СССР, но, тем не менее, сама Лариса Долина в своих же мемуарах пишет о том, что вот я хотела стать, но была Татавик, поэтому мне места пока не хватало. Кстати говоря, и Лариса Долина начинала петь в Государственном джаз-оркестре Армении. Օրբելյանի մասին ընդհանրապես ասում էին երկաթե մարդ, որովհետև նա շատ պինդ, շատ խիստ, գեղարվեստական ղեկավար էր, ով կարողանում էր նվագախմբի բոլոր երաժիշտներին շատ հավաք պահել եւ կարողանար բնականաբար արդյունք տար։ Նոր ասում եք ուժեղա հանեցի։ Հիմա միշտ էսպերներս ասում ես չկա, բա 3 կիլովատ է ինչ եղավ ես չկա։ Ֆոնն էլ ավելացա, բալանսն էլ հասկանում ես բան եղավ։ Ох, техника на грани фантастики. Внимательно! Մայեստրո Օրբելյանը ղեկավարել է մոտ 36 տարի, որտեղ ինքը միշտ պարծենում էր, որ Արտեմին ղեկավարեց 18 ու կատակով իհարկե ես ղեկավարեցի 2 անգամ ավել 36։ Դա ասում էր նկատելով այն մեծ ծանրությունը, պատասխանատվությունը, որ կրում է յուրա իհարկե նվագախմբի ղեկավարը։
В 90-х годах, к сожалению, армянам было не до джаза. У нас в Армении, да, Константин Орбелян уехал в США, оркестр несколько лет не функционировал. И в начале такого светлого, так сказать, нового светлого периода в нашей жизни оркестр возглавил композитор Армен Мартиросян. Ես շատ ռիսկային որոշում ընդունեցի վերցնել երիտասարդ երաժիշտների, անփորձ երաժիշտների։ Մի պահ նույնիսկ ինձ թվում էր սա անիրականանալի գաղափար է։ Բայց արի ու տես, որ հենց երիտասարդ արյունն էր, որ այդ առաջին ընթացքը ապահովեց, որը հետագայում վերածվեց արդեն սերնդափոխության եւ այլ երևույթի։ Իմ 13 տարիների ընթացքում երևի ամենահիշարժան այսպես երևույթը դա երբ դաշնակահար Չիկ Կորեան այցելեց Հայաստան եւ ինձ բախտ վիճակվեց իր հետ միասին նվագել Արագած սրճարանում։ Երևի դա իմ ամենաերջանիկ օրն էր եւ նվագախմբի համար էլ իրոք հիշարժան երևույթ էր։ Իմ հանդիպումը ջազ բենդի հետ եղել է, երբ որ ես փոքր էի, իմ ծնողներս բերում էին իրանց համերգի Արմեն Մարտիրոսյանի ղեկավարության ժամանակ իմ համար դա մեծ մի երևույթ էր, որովհետև այդ ծանր տարիներին կար մի հատ խումբ, որը նվագում էր շատ պայծառ ու շատ մոդեռն երաժշտություն, լավ երաժիշտներով ու ես տենց ֆանատ էի, որ ես իրանց գործերը անգիր գիտեի, Մասիս սամբա կար, Oriental blues կար, կարծեմ ստեղծագործում, որոնք հիթեր էին ուղղակի ու ես իրանց անգիր լսելով, իմանալով, պարտիտուրաներով ուսումնասիրելով սա գիտեինք։ Առաջի անգամ որ պետները համագործակցեցի, ինձ թվում է ես այդքան էլ պատրաստ չէի, հիմա որ հիշում եմ տարիներ անց, բայց դա ինձ ահագին բան տվեց, որ ես սկսեի ավելի շատ պարապել, ավելի շատ ուսումնասիրել, ավելի շատ ուշադիր լինեի փորձերի վաղտ։ С 2011 года оркестр возглавил уже Армен Уснуц, человек, который играл и у Орбеляна, когда еще был молодой, да, и у Мартиросяна он был дирижером и солистом. Արմեն Հյուսնունցի ժամանակ եկավ մի նոր փուլ, երբ օրկեստրը բացի մշակումներից, սեփական ստեղծագործություններից, մենք սկսեցինք շատ կենտրոնանալ այլ հեղինակների ստեղծագործությունների վրա, ժամանակակից, բայց տրադիցիոն։ При нем оркестр записал 2 альбома, последний фантастический, просто я считаю, альбом «Менг Умунг», такой классический армянский джаз, я бы сказал. Ինչի մենք ումունք, որովհետև նվագախումբը հայկական էր, հեղինակները հայ էին, գործիքավորողները հայ էին, մեզ էինք ներկայացնում այսօր երաժշտություն, հայ հեղինակների երաժշտություն, տրանսֆորմացված մեծ ջազ նվագախմբի հնչողության համար։ Чаще всего большие оркестры играют джазовую классику, американскую в основном, что-то иногда советское, да. И вот наши ребята, они поражают, что ли, заставляют, привлекают к себе внимание именно вот армянским репертуаром.
առասարակ կյանքի դինամիկայի մեջ մեզ մոտ շարժող ուժը գոյություն ունեցող երևույթի մեջ խորամուխ լինելն է։ Շատ հաճախ երաժիշտներս խորամուխ լինելով այդ երևույթի գրավչանյութի մեջ մեզ շատ գրավում է իր դեկորատիվությունը եւ մենք փորձում ենք այդ դեկորատիվայնության ճանապարհով գնալ, զարգացնել, բայց դա զարգացումը չի։ Մեր նվագախումբը այսօր այդ ճանապարհին օրինակելի դեր ունի։ Իր սկզբունքայնությունը երաժշտական ժանրի գեղարվեստական ուղղվածության հարցով ինձ շատ ոգևորում է։ Большой оркестр, биг-бенд, он имеет какие-то законы. Если даже большой оркестр вносит в свой инструментарий или аранжировки какие-то такие суперсовременные тенденции или какие-то особенно модные, скажем так, инструменты, то все равно остается биг-бендом классическим. Да, может быть соло, может быть вставка какая-то супермодная, но в общем это опора на большой духовой коллектив, и этим, собственно говоря, интересен джаз-оркестр, биг-бенд. Но вот Арменус Нунц молодец и выделяется тем, что очень часто включает в состав своего оркестра в качестве специальных гостей народников, исполнителей на народных инструментах. И вот это, конечно, придает какой-то такой шик, что ли, я бы сказал, оркестру. Он его сразу выводит из ряда обычных биг-бендов. Звучание народных инструментов, оно идет как бы вразрез, что ли, к вот этому звучанию большого количества духовых медных инструментов. И они как-то выделяются, вырываются как-то из общего звучания. И сразу это бьет по нервам, будем говорить, и звучит очень здорово, очень здорово принимается публикой вот это звучание. Երբ որ դու անկեղծ ես քո ստեղծագործական երևակայության մեջ, այդ ինքնությունը ազգայինի ընկալումն ու վերապրումը անպայման արտահայտվում է, ուղղակի պետք է ուշադիր լինել եւ հետամուտ լինել, առավել եւս այսօր։ Ներուժը շատ ավելի մեծ է, քան թե մենք այսօր դա ռեալիզացնում ենք ցավոք, բայց ունեցել ենք այնց հայլայթներ, հա, ուրեմն կետեր, բարձրակետեր, դա տարբեր համագործակցություններ են համաշխարհային մեծության ազգերի հետ, օրինակ 18 թվականի ելույթ Երևանի օպերային թատրոնի դահլիճում Գրեմի բազմակի մրցանակակիր Արտուրոս Անդվալի հետ, համաշխարհային երգչուհի ճանաչում ունեցող Դիդի Բրիջվոթերի հետ։ Հիմա որ ես տեսնում եմ ու մեկ համագործակցում եմ Արմեն Հյուստնոցի հետ, ինձ թվում է մենակ առաջ է գնում այդ բիգ բենդը ու ինձ դուր է գալիս, որ համերգների քանակները սկսել են շատ անել, այսինքն ժամանակին տենց չէր, բիգ բենդին չէր կարա ամիսը 2-3 անգամ տենսներ, իսկ հիմա շատ ակտիվ են ու դա շատ ողջունելի է ու տարբեր ծրագրեր են նվագում, արտասահմանից շատ մարդիկ են միշտ գալիս իրենց այդ կատարում, դրա համար հիմա ինձ թվում է շատ մեծ պլանկա են հասել ու հույսով եմ մենակ առաջ պետք է գնան։ Ինձ հնարավորություն է ընձեռնվել ղեկավարել նվագախումբը մի ծրագրի շրջանակներում, որտեղ ներառել ենք եւ էլեկտրոնային, ուրեմն հնչողություն, դիջեյներ, պարզապես ուզում եմ ընդգծել այն, որ օրկեստրի միջավայրը, զարգացումը, պայմանները այնքան օրգանիկ է ամեն ինչ, որ կանգ չի առնում, զարգացումը տեղի է ունենում ու հուսամ, որ այդպես էլ կշարունակվի։
Մենք որոշում ենք կայացրել դեռ բավականին երկար ժամանակ աջակցել Հայաստանի ջազային օրկեստրին։ Մեր համար շատ կարևոր է մշակութային ազգային ժառանգության պահպանումը եւ այդ մշակութային ժառանգության պահպանման լավագույն մեթոդն է մշակույթի միջոցով սերունդներին փոխանցելը։ Ինչպես ջազում, այնպես էլ մեր գործում շատ կարևոր են իմպրովիզացիաներ անելը եւ նորարարություններ կիրառելը, բայց հավատարիմ մնալով եւ պահպանելով հին բանկային, այսպես ասած, ավանդույթները։ Ինձ համար երաժշտությունը խոսք է, շատ ավելի ազդեցիկ, քան թե խոսքը բանավոր։ Մենք պիտի ուշադիր լինենք ինչ ենք լսում։ Այսօր այնքան է աղավաղվել, որ լսում ենք ու չենք հասկանում ինչ ենք լսում, բայց դա իր ազդեցությունն է անում, որ շատ բծախնդիր է պետք լինել եւ լսել այն, ինչը իսկապես կառուցողական է, ինչը իսկապես լուսավոր է, ինչը իսկապես մեզ պիտի օգնի էլ ավելի որակյալ ընտրությամբ ապրել մեր այս ուրեմն երկրային կյանքը։ Ես այսօր միանում եմ բոլոր այն մաղթանքներին եւ այն հիացումներին իդեմս մեր սիրելի Արմեն Ուսնունցի, որը բռունցքը ամուր պահած պահպանում է հայ երաժշտության ավանդական արժեքները եւ այսօր մի նոր էջի վրա է ցույց տալիս հայ երաժշտության այդ ուրույն պատկերը։ Շնորհավորում եմ մեզ բոլորիս դրա համար եւ հպարտ եմ այս նվագախմբի այսօրվա իր նվաճումների իր գործնեության հարցերում։ Thank you.